Եթե մարդիկ հասկանան, որ ընդամենը մեկ մարդը կարող է փոխել իրադարձությունների ընթացքը, նրանք հարյուրավոր, հազարավոր կդառնան եւ ռեժիմը կփլուզվի։ Ռեժիմը չի վախենում նրանցից, ովքեր կոռում են, այլ վախենում է նրանցից, ովքեր իմ, ձեր ու իրենց պես կանգնած են անսասան։ Ինչ եմ ուզում ասել ազատության մեջ գտնվող մեր հայրենագիստներին։ Եթե դուք մտածում եք, որ բանդը այնտեղ է ճաղերի հետևում, դուք չարաչար սխալվում եք։ Բայց եթե վախենում ենք բարձրաձայնել, ապա ուրեմն մենք բանդում ենք հիմա էլ ազատության մեջ։ Եթե վախենում ենք կարծիք ասել, ապա արդեն իսկ ազատ չենք։ Իմ խուցը շուրջ 20 մետր էր, այդ ձերը կարող է լինել մի ամբողջ երկրի չափ, եթե թույլ տաք, որ վախը կառավարի ձեզ։ Ինչ եմ ուզում ասել մեր իշխանություններին։ Կարծում եք մեկ ամիս գտնվելը բանդում ինձ իրենց ստիպելու է լռել, դուք չարաչար սխալվում եք։ Կարծում եք իմ օրինակը խանգարելու է ուրիշներին, խնդրում եմ նայեք մեր լսարանին։ Դուք կարող եք, այո, ձերբակալել մարդու իրավունքների պաշտպաններին, բայց դուք չեք կարողանալու երբևէ ձերբակալել խիղճը։ Դուք կարող եք փակել մեր բերանները, բայց դուք ճշմարտությունը երբեք չեք փակելու։ Իսկ ինչ եմ ուզում ասել ճաղերի հետևում գտնվող մեր ընկերներին, մեր քաղբանտարկյալներին։ Գիտեմ ու վստահ եմ, որ դուք լսում եք մեզ, ոչ ուղղակիորեն, այլ պատերի միջով, ընտանիքների միջոցով, ընկերների միջոցով։ Հավատացնում եմ ձեզ, դուք միայնակ չեք։ Ձեր բանդարկության յուրաքանչյուր օրը այն օրն է, երբ հազարավոր մարդիկ մտածում են ձեր մասին։ Դուք մոռացված չեք։ Բայց խնդրում եմ, դիմացեք։ Դիմացեք, ոչ թե որովհետև դա հեշտ է, այլ դա միակ այն բանն է, որ նրանք չեն կարողանալու խլել։ Յուրաքանչյուր բանդախուց, որը դուք պատկերացնում եք, դա պատմության ավարտը չէ։ Դա դրա ամենակարևոր գլուխն է։ Ազատությունը ճաղերի բացակայությունը չէ։ Այն արժանապատվություն ունենալն է, ու դրա համար պայքարելն է։